Փաստաբան Արև Վարդանյանը ահազանգել է, որ մեր ձևով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել այցելել Գորգերեզմանին։ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով եւ լրացուցիչ սահմանափակումներով։ Ինչպես հայտնի է, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդում է մեռելոց հիշատակի օրը։ Ինչպես եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ցանկացած հետևորդի, այնպես էլ Սամվել Կարապետյանի համար խիստ կարևոր էր մեռելոց հիշատակի օրը իր հոր գերեզմանին այցելելու, իր մերձավոր ազգականների հետ մարդկայնորեն սգալու հնարավորությունից օգտվելը։ Այս հարցով դիմել ենք եւ քննիչին եւ դատախազին։ Այսօր պարզվեց, որ այդ միջնորդությունը մերժվել է։ Մարդասիրության տարրական ընկալումը նույնիսկ պատերազմող երկրների պայմաններում գիտակցվում է, բայց քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի դեպքում սահմաններ չի ճանաչում։ Ռուսաստանի հայերն աղոթքով եւ համահավաք մոմավառությամբ միացել են աշխարհի հայությանը ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կատարվող անօրինական գործողությունների, իրենց հավատարմությունը հայտնելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ նրա ազգընտիր կահակալ Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսին։ Ստեփան Ասատրյանը նախկին հոգևորական Տեր Արամը հրաժարվում է ազատել Մայրաթորի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։ Մայրաթորից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 26 թվականի հունվարի 15-ը։ Ստեփան Ասատրյանը սակայն մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել, ինչպես որ չի հանձնում Հովանավանքի եկեղեցու բանալիներն ու այնտեղ շարունակում է կեղծ պատարակներ անել։ Փաստաբան Արազ Զորապյանը, որը Մայրաթորի ներկայացուցիչն է, ասել է. «Եթե Ստեփան Ասատրյանը բանալիները չվերադարձնի, իրավական գործընթաց կսկսեն»։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների համար շրջայց է անցկացրել Աբովյանի թիվ 2 նոր հիմնական դպրոցում որպես գլխավոր տեսարժան վայրերից մեկը նախարարը մատնանշել է լավ սովորիր, որ լավ ապրես գրության պաստառը։ Էքսկուրսիայի մասնակիցները այցելել են քիմիայի լաբորատորիա, դասասենյակներ եւ զրուցել աշակերտների հետ։ Անդրեասյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դպրոցում աշակերտների կողմից հեռախոսների օգտագործումը կարգավորում են ուսուցիչները։ Խոսելով նոր դպրոցների ճարտարապետության մասին, նախարարն ընդգծել է, որ առաջնահերթությունը տրված է լայն միջանցքներին եւ լավ լուսավորությանը։ Դպրոցում սովորում է 1630 աշակերտ։ Շրջայցից հետո ասուլիսում ի թիվս այլ հարցերի լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է լինելու մրցույթի ժամանակ Ադրբեջան բառը փակած եւ այդ պատճառով տուգանված դահուկորդի հետ։ Բնականաբար մենք տեղյակ ենք միջադեպից եւ գրավոր հարցում ենք ուղարկել ֆեդերացիային, որպեսզի առավել մանրամասն պարզաբանեն իրավիճակը եւ այդ պարզաբանումը ստանալուն պես կհասկանանք մեր հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը։ Իմ արձագանքը մեկն է, սպորտը պետք է լինի սպորտի մասին եւ կարեւոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար ազնիվ սպորտի բոլոր կանոններին։ Մեր երկիրն էլ նախաձեռնել է մի քանի կարևոր կոնվենցիաների վավերացում միջազգային այս ուղղությամբ եւ կարևոր եմ համարում, որ այդ բոլոր կանոնները առաջին հերթին պահպանվեն մասնակցող բոլոր կողմերի կողմից։ Ֆեդերացիան կտա պարզաբանումը, մենք էլ դրա համեմատ Հայաստանի Ֆեդերացիային ենք բնականաբար դիմել, հասկանալու նախ եւ առաջ ինչ տուգանքի մասին է խոսքը, ինչ չափի արդյոք կարող է որակազրկման հարց քննարկվել թե ոչ, եւ բնականաբար այդ պատասխանից կախված կորոշենք մեր գործողությունները։ Իրանում նոր տված փողոցային բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 35 մարդ, ձերբակալվել ավելի քան 1200 ցուցարար։ Իրանում դեկտեմբերի վերջին սկսված բողոքի ցույցերը տեղի են ունեցել առնվազն 88 քաղաքներում կամ երկրի 31 նահանգներից 27-ում։ Իրավապաշտպանների տվյալներով որոշ պահի Իրանի անվտանգության ուժերը սկսել են ուժ կիրառել ցուցարարների դեմ, հատկապես փոքր քաղաքներում անցկացվող հանրահավաքների ժամանակ։ Այս գործողությունները բողոքի նորալիք են առաջացրել խոշոր քաղաքներում, այդ թվում Մաշհադում եւ Իրանի մայրաքաղաք Երկրի առնվազն 17 համալսարանների ուսանողներ միացել են ցույցերին։ Ի պատասխան անվտանգության ուժերը սկսել են խուզարկություններ անցկացնել համալսարանական համալիրներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե Իրանի անվտանգության ուժերը սպանեն խաղաղցուցարարներին, Միացյալ Նահանգները պատրաստ է գործել։ Դոնալդ Թրամփը Բարակ Օբաման չէ։ Դուք պետք է հասկանաք, եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ։ Իրանում փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովրդի համար օգնությունը ճանապարհին է։
Սիրիայի հյուսիսային Հալեբ քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով նախնական տվյալով զոհվել է 4 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են։ Բախումները տեղի են ունեցել կառավարական եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը շարունակել են էսկալացիան, թիրախավորելով Հալեբի բանակային դիրքերն ու բնակելի շրջանները։ ՍԴՈ-ն հերքում է իր պատասխանատվությունը, նշելով, որ զոհերի պատճառը Դամասկոսի կառավարության հետ կապված խմբավորումների կողմից անխնա հրետանային եւ հրթիռային գնդակոծություններն են։ Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեբի օդանավակայանի գործունեությունը։ Հալեբում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը, ծառայություններ մատուցելով Հայաստանի եւ օտարերկրյա քաղաքացիներին, հայտնում է հյուպատոսությունը քաղաքում բախումների ֆոնին։ Հայերի շրջանում տուժածների մասին չի հաղորդվել։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները Փարիզում հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքի համար բազմազգ ուժերի տեղակայման մտադրության վերաբերյալ։ Հազարավոր ֆրանսիացի զինվորներ կարող են տեղակայվել Ուկրաինայում հրադադարից հետո խաղաղությունը պահպանելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած կամավորների կոալիցիայի գագաթնաժողովին։ Նրա խոսքով Թուրքիան պատրաստ է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի պատասխանատվությունը, իսկ Միացյալ Նահանգները կստանձնի հրադադարի պահպանման մոնիթորինգի առաջատար դերը։ Միացյալ Նահանգները աջակցել է Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիային, խոստանալով տրամադրել անվտանգության երաշխիքներ։ Դրանք ըստ առաջնորդների կներառեն երկրին աջակցելու պարտադիր պարտավորություններ Ռուսաստանի նոր հարձակման դեպքում։ Միացյալ Նահանգների նախագահը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու տարբերակները, ներառյալ ԱՄՆ զինված ուժերի հնարավոր օգտագործումը, հայտարարել է Սպիտակ տունը։ Թրամփը սա դիտարկում է որպես ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն, որն անհրաժեշտ է արկտիկական տարածաշրջանում հակառակորդներին զսպելու համար, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Գրենլանդիան բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մի մասը։ Եվրոպական խոշոր տերությունների եւ Կանադայի առաջնորդները հանդես են եկել ի պաշտպանություն կղզու տարածքի, հայտարարելով, որ այն պատկանում է իր ժողովրդին։ Անցած հանգստյան օրերին Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը վստահություն է հայտնել, որ արևմտյան կիսագնդում ամերիկյան գերիշխանությունը այլևս երբեք կասկածի տակ չի դրվի։ ԱՄՆ-ն ցանկանում է գնել Գրենլանդիան, այլ ոչ թե գրավել այն, ռազմական ճանապարհով, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Վենեսուելան մեկ շաբաթյա սուկ է հայտարարել Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով զոհված զինվորականների համար։ Կառավարության տվյալներով հարձակման հետևանքով զոհվել է մոտ 2 տասնյակ վենեսուելացի սպա։ Կուբայի կառավարությունը տեղեկացրել է, որ Վենեսուելայում աշխատող իր 32 զինվորականներն ու ոստիկանները նույնպես սպանվել են եւ հայտարարել է երկօրյա սուկ։